Այսօր մեզ է միացել տնտեսագետ Հրայր Կամենդատյանը, բարև ձեզ։ Խոշորները մաքսատուրքերի սանկցիաների պատերազմ են վարում, ինչքան ժամանակ է։ Ազդեցությունը փոքր տնտեսությամբ երկրների վրա, որոնց թվում նաև մենք ենք, ինչպիսին պետք է լինի։ Եթե խոշորների միջև մղվող պատերազմները, հիմնական առևտրային պատերազմները, դրանք երբեք չեն դադարում։ Այլ բան է, որ դրանց խորությունը կամ սաստկացումը, որ չափով է դա ազդելու կոնվերսիայի սկզբունքով մանր կամ միջին տնտեսությունների վրա։ Կոնկրետ հայկական տնտեսության մասին մենք պետք է երևի զրուցենք։ Հայկական տնտեսության համար մի ծանրագույն հարվածներից մեկն էր պարսկական Բենդեր-Աբբասի նավահանգստում տեղ ունեցած մեծ պայթյունը։ Իհարկե, նման պայթյուններ հիմա չի գործում լիարժեք չի գործում եւ երկար ժամանակ հավանաբար չի գործել լիարժեք, նման պայթյունները պատահական չեն լինում։ Նման պայթյուններից մի օրինակ կարող ենք բերել Բեյրութի նավահանգստի մեծ պայթյունը, եւ կարծես նույն սցենարով, նույն քիմիկատներով բարձված նույն կոնտեյներները նույն պահի պայթում են, դա առևտրային պատերազմների մի հանգույց է նաեւ։ Ինչը դա Ինչին է դա խանգարելը մեր հիմնական կարելի ասել չինական եւ հնդկական տնտեսությունների հետ հայկական տնտեսության կապող առանցքային օղակն է։ Եվ բնականաբար ես ինքս հետևում եմ տնտեսական շուկաներում, օրինակ ապրանքային շուկաներում բազմաթիվ ապրանքներ, որոնք գալիս էին Չինաստանից եւ գալիս են այդ Բենդեր-Աբբասի նավահանգստի ճանապարհով, այդ ապրանքները մեր տնտեսության մեջ այլևս չկան։ Վաճառքում չկան։ Իհարկե, ջուրը ինչպես ասում են, իր ճանապարհը կգտնի, բայց այստեղ մենք ունենք խնդիր։ Մեր մոտ դա բերելու է գնաճի, որովհետև տեղական արտադրողները եւ ներմուծված, ենթադրենք ռուսական դաշնությունից ներմուծված արտադրանքները, դրանք իրենց գներով գերազանցում են չինական եւ հնդկական ապրանքներին եւ բնականաբար դա բերելու է գնաճային ճնշումներն են։ Այո, գնաճային ճնշումներն են։ Դրանից զատ կա նաև այլ խնդիրներ, որտեղ այդ ճանապարհների եւ մեծ ճանապարհների շրջափակումը, զանազան առևտրային արգելքների հաստատումը, մաքսատուրքերի բարձրացումը բերում է նաև մի կարևոր խնդրի, որը նաև մեզ ինչ-որ իմաստով ձեռնատու է մեր նման փոքր տնտեսություններին, որովհետև դրա միջոցով, երբ խոշորների միջև գնում է այդ անզիջում հակամարտությունը, այդ ընթացքում հիմնական արտադրող կողմերը, կոնկրետ Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը ունի խնդիր գտնելու նոր շուկաներ։ Շուկաների գտնելը դա մի կարևոր process է եւ շուկաների լոգիստիկաների հաստատումը, լոգիստիկ նոր ուղիների գտնելը դա տնտեսությունը առաջ տանելու ճանապարհներից մեկն է։ Այդ իմաստով չինական, հավանաբար նաեւ ճապոնական ապրանքների գները մեր շուկաների համար ավելի հասանելի են դառնալու։ Նրանք որոշակորեն իջնելու են։ Իհարկե, գնաճային այդ սպասումները եւ գնաճային ճնշումները մի կողմից մեքենաշինական արտադրանքի կոնկրետ գների իջեցումը, բայց մյուս կողմից հիմնական ժողովրդական սպառման առարկաների գների բարձրացումը, որը մանրամեծախցախ շուկաներում իր ազդեցություն թողնելու որոշակի պարիտետ է ստեղծելու։ Այս որոշակի պարիտետը կարող ասել մոտավորապես երևի կես տարի, 1 տարի դեռևս պահպանելու է։ Դա ուզում հարցնել, պատուհանը ինչքան է գործել։ Պատուհանը իմ համեստ կարծիքով պատուհանը մոտավորապես կես տարուց 1 տարի, որովհետև աշխարհը առևտրային պատերազմներով անընդհատ դեպի դեստաբիլիզացիա, դեպի կայունության ոչնչացում, փշրում, առևտրական ճանապարհների արգելքների հաստատում, դա տևում մոտավորապես կես տարի կամ 1 տարի։ Եթե նա չի ավարտում հակամարտության ասած կրակոտ ավելի տարբերակով, նա ուժը գնալով մեղմանում է եւ տնտեսվարողները որպես կանոն լոգիստիկ նոր ճանապարհներին հայտնաբերում եւ տնտեսությունները փոխակերպվում են, հարմարվում են նոր իրողություններին։ Հիմա գաղտնիք չէ, որ մենք օգտվում ենք վերարտահանման ընձեռված հնարավորությունից։ Այս պատուհանը ինչքան է այդպես բաց մնալու։ Վերարտահանման այդ process-ը, որի մասին դուք հիշատակեցիք, պարոն Նացականյան, դա հիմնական վերաբերում էր ոսկու վերարտահանը, ռուսական ոսկու, նա կարելի ասել տոքսիկ բնույթի գործարք էր, տոքսիկ բնույթի այն իմաստը, որ այդ գործարքը հարկունակ չէր,
նա մեծ հարկեր չէր գեներացնում եւ նա մեր պետական բյուջե մեծագույն մուտքեր չէր ապահովում։ Իր հետ միասին մոտավորապես 11-12 միլիարդ դոլարի շրջանառություն ունեցող այդ գործարքը իր հետ պարունակում էր լրացուցիչ ռիսկեր։ Ռիսկերից կարևորագույնը դա արմեցան հնարավոր բաժանմիջոցների ցուցակներում հայտնվելն էր եւ դա ինչ էր տալու կոնկրետ մեր տնտեսությանը կամ քաղաքացիներին կամ տնտեսվարողներին։ Առաջին մեր տնտեսությանը նա հարվածել էր, որովհետեւ հարվածը գալու էր բանկային համակարգի վրա, բանկային համակարգի վրա հարվածը ինչ էր նշանակել, դա նշանակել էր, որ հայկական բանկերը որոշակի դժվարություններ ունենալու փոխառու միջոցները ձեռք բերելու համար, փոխառու միջոցները բարձրանալու են, թանկանալու են, բանկերի թղթակցային հաշիվներով կատարվող գործարքների առջև դրվելու էր ֆիլտր արգելք եւ այդ արգելքի արդյունքում նաեւ քաղաքացիները չեն կարողանալու բանկային քարտերով ճանապարհորդել եվրոպական երկրներում։ Բավական ռիսկային սա process է, ես ինքս որպես տնտեսագետ հաշվարկել եմ այդ հնարավոր գործարքի արդեն իսկ կատարված անցյալում պատմական, ասենք, այս գործարքի եւ դրական եւ դրական կողմ համարյա չկա, որովհետեւ մենք չունեինք արդյունաբերության որևէ այդ կարևոր ճյուղի ոսկերչության օժանդակող միտում, որտեղ պատրաստի արտադրանքը գալիս էր, մեծ մասամբ նույնիսկ արտադրանք չէր։ Գնում էր բյուջեին գումար, ծիծաղելի գումարներն այդ գումարները կազմել, ծիծաղելի գումարներ աշխատանքի բաժանմանը չէր օգնել միջազգային, մեր ինժեներական կադրերի զարգացմանը չէր օգնել, պարզապես մի տոքսիկ, թունավոր գործարք էր, լավ է որ գործարքը այլևս չկա։ Ռուսական կողմը հավանաբար այդ գումարներով ապրանքանյութական մակարդակով ոսկու ձևով որոշակի ծախսերի դիմաց փոխհատուցումները կատարեցին, վերջացեցին։ Հայկական պետությունը կոնկրետ այս ժամանակ ռիսկային սխալի մեջ էր հայտնվել։ Պետք է ուրախ լինենք, որ դուրս ենք եկել այդ գործարքից։ Հիմա այս տեկտոնական շարժի մեջ մենք անընդհատ խոսում ենք ավանդական շուկայի մասին, ԵԱՏՄ շուկան եւ այն շատերը համարում են անփոխարինելի։ Դուք եք այդպես համարում։ Գիտեք, պետք է մենք կարողանանք Այսօր մի թարմ դեպք եղավ Ռոսխոզնadzորը հիմա էլ հայկական ձեթի մեջ է բաներ գտել, էլի։ Մինչ այդ գինին կոնյակներ, այստեղ միանգամից կարելի է մտնել այդ ուղղությամբ, որ մենք գործ ունենք քաղաքական ճնշման, թե տնտեսական վայրիվերումի հետ։ Այստեղ մի քանի հարցեր են, մի քանի շերտեր են իրար հետ զուգակցվում։ Եվ այդ շերտերի մեջ մենք պետք է փորձենք գտնել ռացիոնալ հատիկը։ Կոնկրետ սպիրտային նյութեր պարունակող արտադրանքի արտահանման նկատմամբ խոչընդոտներ իրականացրել է վրացական կողմը։ Վրացական կողմը ցանազան պատրվակներով մենք պետք է հիշենք դա, որ վրացական կողմը դա մշտական բաց տրանզիտ չէ։ Վրացական կողմը նաև տնտեսական որոշակի առաջնահերթություններից ելնելով հայկական ռուսական շուկան իրենց հնարավոր մրցակից արտադրանքի դիմացը տարատեսակ տեխնիկական ֆիլտրերով փակում է։ Ռուսական կողմի հետ կապված, ռուսական կողմը օրինակ տեխնիկական վերահսկողություն, սանիտարական վերահսկողություն իրականացնող կազմակերպությունները որպես կանոն գերքաղաքականացված են։ Գերքաղաքականացված են եւ այդ կազմակերպությունների համար դե տնանք որևիցե ապրանքանակի խմբականակի մեջ գտնում են որևիցե բացիլ միկրոբ կամ որևէ հարուցիչ վստահ եղեք, որ դրանից առաջ արդեն այդ հարուցիչի, բացիլի, միկրոբի արկայության մասին որոշակի տեղերից նրանց զանգեր են եղել։ Վստահ եղեք, որտեղ ժամանակին ռուսական նման ծառայություններ իրականացնող ծառայության ղեկավար Օնիշենկոն հայտներ նրանով, որ ցանկացած երկրի հետ ցանկացած վեճի, ընդհանրեն խնդրի դեպքում առաջամարտիկը նայեր եւ նա մեկ վարքան չեք կասկածի, որ իրականացնել հնարավոր ամեն ինչը, որպեսզի այդ խմբականակները Ռուսաստան Դաշնություն մուտք չգործեն։ Բայց այստեղ կա խնդիր։ Ինչու են նման գերքաղաքականացված կազմակերպությունները ոչ լոյալ վարկագիծ դրսևորում հայկական տնտեսվարողների նկատմամբ։ Հայկական տնտեսվարողը, երբ որ բախվում է ռուսական բյուրոկրատական այդ մեծ ժայռին, բնականաբար նա օգնության կարիք է զգում։
օգնության կարիքը եւ նա բնականաբար փնտրում է դաշնակից, որպես այդպեսին կարծում եմ դաշնակից պետք է լինի Հայաստանի Հանրապետության կառավարության էկոնոմիկայի նախարարությունը։ Էկոնոմիկայի նախարարությունում բնականաբար պետք է հայտնվեն մարդիկ, ովքեր լոգիստիկ կապերի վարպետներ են, որովհետեւ անկեղծ խոսենք, բազմաթիվ երիտասարդներ գնում են կառավարչական գործառույթներ են, լիազորություններ են վերցնում իրենց վրա, շատ ժամանակ չգիտակցելով դրա ծանրությունները եւ հնարավոր ռիսկերը, եւ այս երիտասարդների փոխարեն կամ նրանց հետ միասին ավակ ընկերներ, ովքեր ունեն ճարպկություն, ունեն հմտություն, ունեն լոգիստիկ կապերի վարպետություն, այդ մարդիկ պետք է աշխատեն։ Ինչքան էլ վարպետություն, ուր այլ ընտրանքը դրա։ Դրա այլ ընտրանքը ես ասեմ կոնկրետ սպիրտային խմիչքների արտահանման հետ կապված մենք այլ ընտրանք չունենք, որովհետեւ մեր հաջորդ ճանապարհը դեպի արաբական երկրներն են, դեպի ասիական երկրներն են, ասիական երկրներ հասնելու համար մեր խմիչքը կոնկրետ սպիրտային ալկոհոլային խմիչքները բավականին թանկ է լինելու եւ ոչ մրցունակ, արաբական երկրներում խմիչքի օգտագործումը կարելի ասել պետականորեն եւ կրոնական համոզմունքների ձեռներով արգելված է։ Մեր հիմնական շուկան եւ կարելի ասել միակ շուկան դա Ռուսաստանի Դաշնությունն է։ Եվ այս իմաստով պետք է Ռուսաստանի Դաշնության համապատասխան ծառայությունների հետ լեզու գտնել, խոսել, պայմանավորվել, ճանապարհ բացել եւ մեր տնտեսվարողներին օժանդակել։ Փոխարժեքի շուկայում այնինչ տեղի է ունենում, կապ ունի մեր զրույցի հետ։ Պատկերացրեք, օրինակ ռուբլու ամրանալը, ինչի։ Ռուբլու ամրանալը դա յուրաքանչյուր փոխարժեքային շուկայում տենդենսները եւ սպասումները, դրանք իրենց մեջ որպես կանոն, եթե դա վերաբերում է խոշոր տնտեսություններին, կոնկրետ այս բարակայում Ռուսաստանի Դաշնությանը, նրանք ունեն հստակ քաղաքական գունավորում։ Սպասումները տնտեսվարողների մոտ, խոշոր խաղացողների մոտ եւ համակարգաստեղծ կազմակերպությունների մոտ, բանկերի մոտ, ապահովական ընկերությունների մոտ, խոշորագույն տնտեսվարողների մոտ այս սպասումները ձևավորում են հիմնականում այն հիպոթեզի շուրջը, որ կարծես թե ռուս-ուկրաինական բախման որոշակի հանգուցալուծման արդեն սկզբին ենք մոտենում եւ արդեն կողմերը կոնկրետ Ստամբուլում պետք է նստեն բանակցությունների շուրջ։ Դա արդեն տնտեսվարողներին եւ համակարգաստեղծ խաղացողներին տալիս է որոշակի մտորումների հնարավորություն, առիթ, որովհետեւ նրանք հասկանան, որ վերանալու են որոշակի առևտրական ֆիլտրեր, խոչընդոտներ եւ այդ խոչընդոտները ահռելի են, որովհետեւ Եվրոպական միության երկրները արդեն 13-րդ փաթեթն են Ռուսաստանի պատժամիջոցների հաստատել եւ անընդհատ խստացնում են դրանք։ Հավանաբար միմիայն այս հանգուցալուծման հնարավորությամբ Ռուսաստանի Դաշնությունը վերջ-վերջո դուրս կգա այդ տնտեսական այն փոսից, որ նա գլորվում է հիմա։ Հիմա մի թեմա էլ ունենք, որ վերաբերում է, ես հիշում եմ, մի անգամ մենք այդ խնդիրը շոշափեցինք, երբ Հայաստանը նոր էր ձեռք բերել Եվրոպարտատոմսերը 750 միլիոն։ Հետո այդ խնդիրը քննարկելիս մի կարծիք էր դոմինանտ դարձել, որ Հայաստանը արդեն եկել է հատելային շեմը, երբ պետք է պարտք վերցնել պարտքը սպասարկելու համար։ Մենք այդ process-ում ենք։ Այո, մենք այդ process-ում ենք։ Այդ process-ը բավականին վտանգավոր է եւ այդ process-ը թաքցնելու համար կոնկրետ իրականացում են քաղաքական որոշակի կրկեսներ այդ process-ը քննարկելու եւ հանրային շերտերը այդ process-ի հետ ծանոթացնելու համար։ Բերեմ մեկ օրինակ։ 2025 թվականի Հայաստան Հանրապետության պետական բյուջեում հաստատվել է, որ մենք պարտքի սպասարկման համար 400 միլիարդին մոտ գումար այս տարի պետք է վճարենք մեր պարտատերերին։ 400 միլիարդը դա ահռելի գումար է։ Միայն պաշտպանության համար նախատեսվող ծախսերը 2025 թվականի Հայաստանի Հանրապետության մոտավորապես 667 միլիարդ դրամ են։ Այսինքն մենք գտնվելով խոցելի անվտանգային ծանրագույն մարտահրավերների դաշտում, առօրյա on-line դաշտում, մենք փաստացի պաշտպանության գումարի չափ համարյա գումար
քիչ զիջող նրան, տրամադրում ենք պարտատերերին։ Սա մեծագույն ռիսկ է, սա մեծագույն լավ ռիսկ է, բայց ինչ անել, չկանգնեցնել երկիրը, դա չէ լուծումը, պետք է լուծումը պարոն Նացականյան պետք է փնտրել բացառիկ գրագետ տնտեսվարման մեջ։ Բացառիկ գրագետ տնտեսվարման մեջ։ Ես փոքր օրինակներ բերեմ, բայց այդ փոքր օրինակներով ես կարող եմ ապացուցել, որ այդ գումարի վճարումները հնարավոր էր ենթադրենք բյուջեի վրա նման ծանրության չհասներ։ Զանազան Snoop Dogg-երի համերգի հետ կապված չոր գումարները մենք ուսումնասիրում ենք պետական բյուջեի ծախսերը, այդ ծախսերի մեծ մասը չի կատարվում։ Ծախսերի մեծ մասն էլ գնում է հիմնական այն ճյուղերին, որոնք ավելացած արժեք չեն գեներացնում։ Այդ զանազան սուբվենցիաները, որ սփռում են ամբողջ գյուղական բնակավայրերով, այդ սուբվենցիաները չարիք են պետական բյուջեի համար։ Ինչու՞։ Գյուղը դրա կարիք չունի։ Գյուղը դրա կարիք ունի, բայց մենք պետք է հաշվի առնենք հեռավոր գյուղերի կոնկրետ ասֆալտը, շատ թանկարժեք ասֆալտը, կարող է 1 տարի սպասել, որովհետև կոնկրետ այդ գյուղում ավելացած արժեքի մեծ ակումուլյատիվ բազա չկա։ Պետությունը պետք է այստեղ անի մեծագույն աշխատանք։ Պետք է ճանապարհ հարթել, որ հետո ճանապարհների համար կան արդյունաբերական զարգացման հիմնասյուներ եւ արդյունաբերական զարգացման հիմնասյուներից օրինակ չինական օրինակը կարելի է վերցնել կլաստերային արդյունաբերական զարգացման մոդելն է։ Այդ կլաստերները, դրանք փոքր մինի արդյունաբերական հանգույցներ են, որ ազգային լաբորատորիաների գիտատեխնիկական հետ միացված է, կարելի ասել, եւ նրանք ստեղծում են գիտելիքահեն ավելացած արժեք։ Այո, եթե կլաստերներ եք ստեղծում, այդ կլաստերներին ճանապարհ կառուցեք։ Ինչի մասն է խոսքը։ Բայց նույն ճանապարհը 3-4 անգամ կառուցել, վերակառուցել, անընդհատ այս կարգի սա գիտեք տնտեսվարման վատ թարագուն օրինակներից մեկն է, որ մենք ներկա ենք։ 2025-ի առաջին երամսյակում հարկային մուտքերն ու տուրքերը աճել են մոտ 66 միլիարդով։ Տեղյակ եք։ Իհարկե։ Ինչի շնորհիվ։ Ինչի շնորհիվ։ Ես ցանկանում եմ ձեզ մի ընդհանրապես հարստացնել ձեր ասածը եւ այդ ավելանալու գերակատարման նաեւ այդ տոկոսի մեջ գիտեք որ մասն է կազմել քաղաքացիների կողմից կատարված իրավախախտումների տուգանքների ծավալը։ Ուրեմն մոտավորապես պետական բյուջեի եկամուտները հարկային առաջի երամսյակի համար կատարվել են եւ գերազանցել են մոտավորապես 1.5% եւ եղել է մոտավորապես 7 միլիարդ դրամի կարգի այդ ավելացումը։ Ուրեմն այս 7 միլիարդ դրամի ավելացումից 4 միլիարդը դա իրավախախտումների արդյունքում պետական բյուջեի կատարված քաղաքացիների վճարումն են, այսինքն տուգանքները։ Այս իմաստով որ տարածված իրավախախտում կնշեք։ Տարածված իրավախախտումներից եւ վարչական իրավախախտումները հիմնական դրանք ավտոմոբիլների հետ կապված, երթևեկության հետ կապված այդ իրավախախտումները եւ մենք հիմա կառուցում ենք մի տնտեսություն, որը իր հաջողությունը եւ առաջադրանքների պլանային առաջադրանքների գերակատարումը շեշտը դրել է տուգանքով տնտեսություն կառուցելու տուգանքով պլանային առաջադրանքի կատարելու։ Մի տուգանվի։ Հասկանալի է մի խախտի, բայց խնդիրը այլտեղ է։ Կոնկրետ տուգանքների հետ կապված մոտեցումը պետք է լիներ բավականին համբերատար, բավականին լոյալ, միևնույն ժամանակ ընդհանուր զարգացումը պետք է ստանար այնպիսի թափ, որ պետական բյուջեն իր գերակատարման իմաստով հույսը չդներ մարդկանց կողմից կամա թե ակամա կատարված իրավախախտումների վրա։ Դրա հետ կապված երթևեկության կանոնների այդ տուգանքները դնենք մի կողմ։ Այդ գումարի մեջ մոտավորապես 60-65%-ը կազմել են տնտեսվարողների մոտ հարկային ստուգումներով կատարված այդ առաջադրված իրավախախտումների գումարների վերականգնում, հատուցումներ, տուգանքներ, ես ձեզ հավատացնում եմ, որ հարկային դաշտում ներկայումս աշխատելու համար տնտեսվարողին ոնց ասեն, սպասում են բազմաթիվ թակարդներ։
բազմաթիվ թակարդներ, ընդ որում վարչարությունը խստացել է մի մակարդակ ավել, բայց վարչարության խստացումը դա տնտեսությունը Այսինքն ինչքան էլ խելոք եւ խելամիտ լինես, այդ թակարդն գնելու է։ Բնականաբար։ Բնականաբար, ես ձեզ վստահեցնում եմ, կարող եք հրավիրել հաշվապահների, որոնք կիրառական աշխատանքի ամեն իր փորձի մեջ են, եւ հաշվապահները բնականաբար ձեզ կբացատրեն մոտավորապես 30, 40, 50 կամ ավելի նման թակարդներ։ Ասի մի դրական նոթայով ավարտենք չստացվեց։ Շնորհակալություն։ Համեցեք։ Հրայր Կամենդացյան, տնտեսագետ